Խիստ սահմանափակումներ բարձրաստիճան պաշտոնյաների համար պաշտոնաթողությունից հետո։ Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փաթեթ, որով նախատեսվում է, որ վարչապետը, փոխվարչապետները, նախարարներն ու նրանց տեղակալները պաշտոնավարման դադարեցումից հետո 12 ամիս չեն կարող լինել ֆիզիկական կամ իրավաբանական անձի ներկայացուցիչ այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ եղել են ծառայության կամ որն անմիջականորեն ենթակա է եղել կամ վերահսկվել իրենց կողմից։ Միևնույն ժամանակ 18 ամիս կարգելվի մասնավոր ոլորտում զբաղվել այնպիսի գործունեությամբ, որն առնչվում է նախկին պաշտոնավարման ուղղությանը և նախկինում զբաղեցրած պաշտոնով կամ ձեռք բերած ծառայողական տեղեկատվության առկայությամբ պայմանավորված, կարող է տրամադրել առավելություն։ Խնդիր կունենա, եթե մասնավոր ոլորտ տեղափոխվի հենց այն ոլորտ, որի նկատմամբ անմիջական հսկողություն է իրականացրել։ Այո, սա որոշակի խնդիր է առաջացնելու այդ շրջանակի անձանց համար, բայց միևնույն ժամանակ սրանք քաղաքական պաշտոններ են և այդ պաշտոնը ստանձնելուց պետք է նաև այդ սահմանափակումները հաշվի առնել, այսինքն հաշվի առաջ ունենալ, որ որոշակի խնդիրներ հետո կարող են լինել հետագայում աշխատանքի տեսանկյունից։ Ուսումնասիրվել է մի շարք երկրների փորձը, ինչպիսիք են Էստոնիան, Լիտվան, Մոնտենեգրոն, Ուկրաինան, իսկ հիմնական նպատակն է բացառել, որ ծառայողական տեղեկատվությունը հետագայում տրամադրվի մասնավորին։ Նշված շրջանակի անձիկ իրենց գործի բնույթով ամենատարբեր տեղեկատվության հետ են առնչվում և շատ կարևոր, շատ դեպքերում գաղտնի, որոշ դեպքերում ոչ գաղտնի, բայց մասնավորի համար շատ հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունների են տիրապետում, իրենց պաշտոնից բխող, որը արդեն մասնավոր ոլորտ անցնելիս, կոնկրետ կազմակերպության անցնելիս կարա օրինակ անհավասար պայմաններ ստեղծի համանման այլ կազմակերպությունների մոտ կամ այլ որոշակի ռիսկեր առաջացնի, այս փոփոխությունը հենց դրան է միտված, որպեսզի նման անցանկալի երևույթներ չունենանք, որովհետև այդ սահմանափակման բացակայության դեպքում շատ կլինի այդ չարաշահելու հնարավորությունը։ Նշված պաշտոնները զբաղեցնող անձինք ազատվելու դեպքում, եթե ցանկանան մասնավոր ոլորտում աշխատել, պետք է համաձայնություն ստանան կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։ Խախտելու դեպքում վարչական տուգանք է նախատեսված, կրկնելու դեպքում այն կավելանա։ Իսկ ինչպես է որոշվել պաշտոնատար անձանց շրջանակը։ Հաշվի առնելով, որ բոլոր հանրային պաշտոն զբաղեցնող անձանց հանրային ծառայողների համար առհասարակ սահմանափակումները կան և բացի այս նշած սահմանափակումներից նաև այլ սահմանափակումներ կան, գտնում ենք, որ այս շրջանակը բավարար է, այսինքն մենք ոչ թե նոր տեսակի սահմանափակումներ ենք մտցնում, այլ այս շրջանակի համար այդ սահմանափակումները որոշակիորեն ավելի խստացնում ենք։ Եթե նախագիծը կառավարության հավանությանն արժանանա, նախատեսվում է մինչև տարեվերջ ներկայացնել նաև Ազգային ժողով։ Նիկոլայ Ավետիսյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։